Բժշկական ամբողջ համակարգը կռվում, պայքարում էր մի թշնամու դեմ, անտեսանելի թշնամու դեմ, որը չգիտեինք ինչ զենք է օգտագործում։ Ամենավախենալուն առաջին մուտքն էր հիվանդների մոտ, քանի որ չգիտեիր ինչ հիվանդության հետ գործ ունես։ Մտնում էինք մի սենյակ, որտեղից դուրս գալը, ասենք, ուղղակի անպատկերացնելի էր։ Ուժանձնակազմը կարար կորցներ առողջություն, ինչու՞ չէ նաև կյանք, որտեղ ունեցել են գոլեգաներ, որոնք շատ ծանր են տալել, ացել են։ Ես հակել եմ այս հակուստս արդեն 30 տարի, գիտակցելով, որ այդ բեռը ես չեմ կարող ուրիշին նվեր տալ։ Այսինքն վախ ապրեմ, չապրեմ, ես այդ հիվանդի հետ պիտի աշխատեմ։ Հեռուստացույցով լսում էինք, որ հեռու երկրում կա մի հատ հիվանդություն, մարտ ամսին արդեն արձանագրվեց նաև Հայաստանում։ Ծնողներս, կինս, երեխաներս շատ դժվար ամիսներ անցկացրեցինք։ Նորածին երեխա ունեի, 2 ամիս երեխայից չեմ տեսել։ Կարմիր գոտի մտնել է այդ ոնց որ ատոմային կայանում մտնել ռեակտորի մոտ։ Բայց երբ որ առաջին անգամ մտնում ես, տեսնում ես մայրեր են, ծնողներ են, պապիկներ, տատիկներ են, դու իրանց պետք ես։ Մեզ ավելի մարդկային ինքը դարձրեց, հասկանում եք։ Երևի ինքը շատ անմարդկային էր դրա համար։ Պետք է գնահատել ունեցածը։ Այ այս պահը պետք է գնահատել, որովհետև 1 ամիս անց կարող եք չունենալ։ Շոքում ես, քրտում ես, նեղվում ես։ 3-4 անգամ պետք է լինում հանել հագնել։ Երբեմն լինում է հագնվում ես հիվանդի կողքին նստում ես, ինչը ինքը համոզվում որ քնես, որ դուրս գաս վիրագրություն անես։ Շփվում ես մի մարդու հետ, որը քո բուժմամբ է զբաղվում, ու դու իրան դեմքով չես ճանաչում։ Հասկանում եք։ Մեծ շատ կարևոր էմոցիոնալ ստրես է։ Ու հիմա ալնում է առիթներ, որ իմ բուժած հիվանդներին ես դրսում տեսնում, ես իրաց ճանաչում եմ, բայց իրենք հիշ չեն ճանաչում։ Գրանցված էի կամավորության համար առողջապահության նախարարությունում, մարտի 30-ից մինչ այսօր այստեղ եմ։ Մեծ բացթողումներ 10-ից եղել են։ Վիրուսը մի օր ավարտվել է եւ դու պարտավոր ես այդ ամբողջ բացթողումները լրացնել։ Օգտագործում ենք հատուկ թթվածնային սաղավարտներ, հիվանդների մեծ մասը չեն հարմարվում այդ սաղավարտին, չգիտեմ, անընդհատ ուզում են հանել, շոքում են դրանով։ Եվ լիքը հիվանդներ կան, նայում եմ երբես պալատից դուրս գալիս, որ քաշեն հանեն տակլխից։ Հիշում եմ առաջի հիվանդը երբ մահացավ, ընդունվել էր 12 ժամ առաջ մահից, երբ որ արդեն հասավ հիվանդանց, բացի արհեստական շնչառության սարք միացնելուց ու թթվածին տալուց այն կողմ, ուրիշ ոչինչ չէիր կարող անել։ Եվ դու հեռավորություն ես պահում հիվանդից եւ միաժամանակ իր հետ ես։ Ինքը վատացավ, դու ես վատանում, ինքը տունա գնում, դու իրանից շատ ես ուրախանում։ Մոտ 1 ամիս կամավոր լինելուց հետո արդեն սա մեզ համար դարձավ աշխատանք, 4 հոգի էին։ Ավակ փոշքուրի ասում եմ բան, դարձել եք հիվանդանոցի թալիսմանը։ Ամեն օր, ամեն ժամ, որ ես անձամբ կվարակվեմ, եղել է COVID-ի առաջի օրվանից։ Հիվանդս տարիքով կին էր, ինքնուրույն քայլող չէր, ստիպված էի տատին գրգել, փաթաթվել, որ տեղափոխեի պատկարակի վրա, որ տեղափոխեի հիվանդանոց ու հիվանդացա։ Բավականին ծանր տարա, հաղթահարեցի ու արդեն ունեմ իմ մաշկի վրա զգացած փորձ։ 120 կիլոգրամանոց մարմին էր տատին։ Ռեանիմացիայի ընթացքում դու պարտավոր ես այդ մարդուն օգնել, շրջել, դարձնել, շնչուղի մաքրել, ծանրությունը չես զգում։ Ռեանիմացիայից հետո ուրախությունից նստել ու լացել եմ։ Նստել եմ ուրախությունից լացել եմ։ Կողքից հարցրել են, հա, փրկել ես, ինչի համար ես լալուս։ Դե
այդ ուրախությունը անկախ քեզնից է բխում։ Ես եկել եմ մարդկանց օգնելու, որ իրանք դիմանան, ես իրավունքը չունեմ չդիմանալու, բայց ես երբ առավոտ գնում եմ տուն, ես ընտանիքիս համար արդեն պիտանի մարդ չեմ։ Քովիդից հետո ես չունեմ այդ բաց շփվելու հնարավորությունը, այս վիրուսի պատվաստանյութն էլ է լինելու։ Վերջին հաշվով պիտի ինչ որ իմուն համակարգ ստեղծի մարդկանց մոտ։ Մենք արդեն հոգնել ենք այս վիրուսից, որովհետև չգիտեմ, մենք կարոտել ենք նաև մնացած հիվանդություններին, ճակերտավոր ասած կարոտել ենք։ Ես նախկինում մանկական օրթոպեդ վնասվածքաբան եմ։ Առողջացրած երեխաներն եմ կարոտում, իրանց ժպիտներն եմ կարոտում, երբ որ բուժումից հետո տեսնում եմ այդ ժպիտները։